Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մայիսի 24-ի համար տարվա բոլոր ծնված նշանների համար իհարկե։ Դա եթե այս ալիքը սկսի աշխուժանալ, ապա այս ալիքում եւս կլինի շաբաթվա տեսանյութ, եւս կլինի մեկ այլ տեսանյութեր իհարկե, միայն թե պետք է ոնց որ ասում են աշխուժանա ալիքը, ես զգում եմ, որ քիչ-քիչ աշխուժանում է եւ շատ շնորհակալ եմ դրա համար, այնպես որ հնարավոր է ոնց որ տեսնում ես գնահատում են քո աշխատանքը, ուզում ես էլի անես։ Իսկ եթե պետք է ժամերով, 1 ժամ եւ ավել տրամադրես ինչ-որ տեսանյութի եւ բացարձակապես դիտում չկա, մի տեսակ ոնց որ այնպես չի էլի։ Ժամանակի կորուստ է այդպես, ուղղակի, հատկապես դա էլ ժամկետ ունի, այնպես չի ուղղակի, որ կարող ես տեղադրել ինչ-որ մարդ 1 տարի հետո կարողանա տեսնի, չէ, ոնց որ ժամկետ ունի, ժամկետի մեջ նայեցին, չէ։ Դրա համար քիչ-քիչ, այնքան որ ես զգամ, որ մարդիկ ավելանում են, ավելի շատ են լինում դիտողականությունը, ապա եւ շաբաթական կլինի այստեղ, եւ յուրաքանչյուր ինչ որ այնտեղ է լինում, արդեն կլինի նաեւ այս նշանների համար։ Եվ այնտեղ էլ եւս բաներ եմ որոշել անել։ Դեռևս չգիտեմ երբ կսկսեմ, բայց դա եւս կանեմ այստեղ։ Այսքանը։ Դա գիտեք, այստեղ միայն լինում են այս մյուս քարտերով, որ ավելի մի քիչ հետաքրքիրանա, մի քիչ բառերս փոխվի, որովհետև այնտեղ նույն բաներն են, քարտերը իրանք նշանակությունը նույնն է, ուղղակի այդ նշանակությունը ինչ որ մեկի մոտ կողորի ձև լինի, ինչ որ մեկի մոտ ուրիշ պահ լինի, ուղղակի մարդը պետք է վերագրի իր կյանքի այդ դրվագին, այդ պահին, որ հասկանա այդ ասածս որ մեկն էր։ Իսկ սա մի քիչ ուրիշ է, սա կարող է նաև նույն օրը չլինել, 1 օր հետո լինել, 2 օր հետո լինել, այնպես որ քարտերը մի քիչ ավելի գլոբալ են։ Այսքանը, եւ արդեն կնայենք առնետներին։ Ինչ է սպասվում առնետների մայիսի 24-ին։ Ինչ որ բան պետք է դատարկվի, ինչ որ մի բան պետք է գնա ձեզ մոտից։ Շատիր եղեք, որպեսզի աշխատանքը չգնա, եթե աշխատանքը գնա, ապա ոչ լուրջ արարքի պատճառով դա կարող է լինել, մանկամիտ մտածելու, ուրիշ ձև նայելու այդ աշխատանքին, եթե դա գնա։ Համենայն դեպս ինչ որ մի բան պետք է գնա, նորին տեղ բացելու համար, կարող է ինչ որ մի բան գնում է աշխատանքին տեղ բացելու համար։ Այստեղ նաև հնարավոր է ինչ որ մարդ է այստեղ։ Դե կարող է հարազատ չի, կարող է լսում եք ինչ որ մի տեղից, որ ինչ որ մեկը այդպես։ Նաև այդ օրը ոմանք կարող են ընդունվել աշխատանքի, ոմանք շատ աշխատանք ունենան, ոմանց մոտ կարիերայի բարձրացում, առաջ խաղացում, ոմանք գնան հիվանդանոց, ոմանք գնան բերդ, ոմանք գնան ուսումնական կենտրոնը փակ է այդ օրը, բանկ կարող գնալ առավոտյան։ Նաև ուղղակի, ձեր կարիերան է բարձրանում, քիչ-քիչ վեր եք բարձրանում։ Ոմանք այստեղ նոր բիզնես կարող են հիմնել, դա կարող է լինել։ Այստեղ ինչ-որ մի բան կարող եք թողնել, օրինակ ոնց որ մարդը թողնի իր աշխատանքը եւ գնա զբաղվի բիզնեսով արդեն։ Ոմանց մոտ այստեղ հղիություն, ծննդաբերություն դատարկվել է, նաև կարող է դա լինել, որ երեխան ծնվում է արդեն վերջը, արդեն երեխան փորի մեջ չի, նաև հղիություն, դատարկությունը լրացվում է, հղիությամբ նաև կարող է լինել, եւ երեխաների հետ կապված յուրաքանչյուր ինչ որ մի պահ կարող է լինել, այստեղ կարող գնում եք ռեստորան, երեխայի առիթ է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին մայիսի 24-ին։ Դեպս հա տարվա ծնված ցուլերն են, հա եզերը, մի քիչ այստեղ այդքան էլ։ Այս օծերը կարող են ձեզ մի քիչ նյարդայնացնել, մի քիչ լարվածություն մտցնել կամ կարող է լարվածություն մտցնել այդ տղամարդու հետ կապված, այնպես որ մի տրվեք դրան, սա նաև ասում է իմաստուն եղեք մի փոքր եւ մի
այդպես այս բորբոքվեք, հա, ամեն ինչը հանգիստ տարեք կամ ուրիշ ձևով մի քիչ տակից, էլի, որ վեճ չառաջանա, որ խնդիր չառաջանա։ Ամենայն դեպս տեսնենք ինչն է այս անհանգստությամբ։ Սերը, սիրո հետ է կապված։ Այս տակով խառնում են իրոք։ Խառնում են ձեր զգացմունքները, խառնում են ձեր հարաբերությունները։ Այնպես որ մի տրվեք դրան։ Այդ օրը որ ինչ որ մի բան ձեզ կասեն։ Նաև հանդիպում շփում այս տղամարդու հետ։ Տեսնենք ով է այս տղամարդը։ Այս տղամարդու հետ կարող գնալ ճանապարհ, ով ինքն է հերվից գալիս, կարող ինքը դրսում է եւ այստեղ խառնում են։ Դե որ դրսում է, ինչ ասեն, դուք կարող եք հավատալ, լսել։ Նաև կարող է ձեզ օգնել, որպեսզի ձեր գործերը առաջ մղեք այդ օրը։ Երբ շատ երկար ճանապարհ գնաք եւ ճանապարհն անհանգստ, ինչ որ լարվածություն կամ ինքն է ճանապարհ գնում եւ լարվում եք, անհանգստանում եք դրա համար, որ ինքը գնում է։ Հենց թեկուս կարող է սրանք ձեզ տրամադրում են հենց այդ սիրային հարցում, հա, ամուսնուց ոնց է թողնույնը գնա Մոսկվա, ինչ որ նմանատիպ տեղ, հա, որտեղ որ իբրև թե ավելի լավն են, դրանցից ինչն է լավ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին մայիսի 24-ին։ Նամակագրական կապ կարող եք հաստատել ինչ-որ մարդկանց հետ, ոմանք փաստաթուղթ ստանան, փաստաթուղթ ստորագրեք, փաստաթղթերի հետ աշխատեք, ստուգեք տետրերը, ստուգեք հաշվապահությունը, նաև համակարգչի մեջ եք բաներ գրանցում, ինչ-որ մեկի հետ ուղղակի նամակագրական կապ եք սկսում։ Շատ եք խոսում, այդպես հեռախոսով, նա անեք գրում, նաև նոր դռներ է բացվում ձեզ համար, նոր հնարավորություններ, ոմանք կարող են դուռ փակել։ Այս ինչ որ մեկին օրինակ մի հատ հաջողության նամակ գրեք եւ դուռը փակեք այլևս։ Սա նաև բացում է։ Կարող է ինչ որ մի փաստաթուղթ եք ստանում, ինչ որ մի տեղեկատվություն եք ստանում, որը ձեզ համար նոր դռներ է բացում եւ ինչ որ ոլորտ կայունանում է։ Ամեն մեկի մոտ տարբեր դա կարող է լինել։ Կայուն, ահա, օտար երկրում եք, փաստաթուղթը կա, դռները բացվեց, կայունացավ ձեր վիճակը, որովհետեւ դուք արդեն փախուստ չի, վախեցած չեք եւ այլն, հա, շատ հարցեր կան։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին, ճագարներին։ Ինչ է սպասվում նապաստակներին մայիսի 24-ին։ Հաջողություն, հաջողակ օր է։ Ուրախ եք, տրամադրությունը բարձր է, լրիվ հաջողակ օր է այստեղ։ Սա այս փորձությունը, սա արդեն նշանակում է փորձությունը հաղթահարել։ Սա նոր փորձություն չի, որովհետև այստեղ հաջողություններ կան, այստեղ եթե դռները փակեք, հա, կարող է նման խնդիրների առջև կանգնեք։ Բայց սա նոր դուռ է բացվում, որը ձեզ հաջողություն է բերելու, ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի, որովհետև հենց իրոք հաղթահարում եք բոլոր դժվարությունները, որոնք որ կլինեն այդ օրը ձեր կյանքում։ Յուրաքանչյուր բան ձեզ համար այնքան թեթև կթվա, այնքան հեշտ կթվա, որ այն ամենադաժան բանը, որ գիտեք, որը շատ դժվարությամբ կարող անեք, ստացվի եւ այլն, այդ օրը շատ հեշտ կստացվի, որովհետեւ այստեղ դռները բաց են։ Այնպես որ յուրաքանչյուր բան մի մտածեք, որ ինչ որ մի բան չի ստացվի, ամեն ինչ կստացվի, ուրախ եք լինելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին մայիսի 24-ին։ Ուրախ եք, տրամադրություն նույն կարտը է, նույն բաները պիտի ասեմ։ Ուրախ եք, տրամադրությունը բարձր է, էներգիայով լի կլինեք, նոր դռներ է բացվում ձեզ համար, նոր հնարավորություններ է ձեզ տրվելու այդ օրը, այնպես որ օգտվեք այդ հնարավորությունից, կայունացրեք ձեր վիճակը, կայունացրեք ձեր, չգիտեմ, ոլորտը, այն ոլորտը, որ խնդիրներ կար, այդ դուռը բաց է, գնացեք եւ արեք։ Այն ինչը որ մինչեւ հիմա անկայուն մնացել էր, ինչ որ մի բան տեղից չէր շարժում, ինչ որ մի բան այնպես չէր։ Այնպես որ գնացեք եւ արեք։ Դռները բաց են, ոչ ոք ձեզ չի խանգարելու։
Այստեղ ինչ-որ մի բան կարող անգամ կարող է դուք ուղակի սա նշանակի, որ ինչ-որ մի բան ավելի ամրացնեք, ավելի պնդացնեք, հա դուռը բաց է եւ դուք կարող մտնել եւ ասում մխրճեք ինչ-որ մի բան հողի մեջ, եւ ավելի ամրացնեք յուրաքանչյուր կողմ ոման գործերն է, ոմանք բիզնեսը, հա, այստեղ ինչ-որ մի բանը կկարողանա ձեզ մոտ կկարողանաք այդ հիմքին, հա, ամուր հիմք գցել այստեղ Որտեվ կասեն արա, ինչ ես ուզում, արա, այս քեզ, ես դու արա, ինչ ուզում ես Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում Գնային կոցերին Ինչ է սպասվում օցերին մայիսի 24-ին Տան հետ կապված Այսով Տան հետ կապված ինչ-որ իրադարձություններ ունեք նաև կարող է տեղափոխվում եք, կարող է այստեղ առիթ է կամ ձեր տունը կամ պետք է գնաք նաև վերանորոգում կարող եք սկսել ինչ-որ մի բան է տան հետ կապված յուրաքանչյուր բան այդ օրը կարող է լինել ոմանք կարող է ուղղակի տանն եք մնում զբաղվում եք ձեր հյուրասիրությամբ և մարդիկ գան ձեր տուն Նաև սա հասարակական կյանքն է, եթե չունեք առիթ, դա ինչ-որ մի ձևով հասարակական կյանքն է, ոմանք այստեղ կարող է ելույթ ունենում, ոմանք գնում են ֆիլմ նայելու, թատրոն եւ այլն, որտեղ շատ մարդիկ կան, կարող տանից դուրս գնաք այգի Եվ այդ օր ուշադիր եղեք սուր գործիքների հետ կապված, ուշադիր եղեք նաև շատ մարդկանց մեջ, եթե ձեր կողքերը զգում եք, որ ինչ-որ աշխուժություն է, ապա այդտեղից դուրս եկեք։ Բացի դա, ոմանց համար սա կարող է վիրահատություն է, որ այստեղ, որ ասում է հասարակությանը կուլ գնալով գնում եք վիրահատության, օրինակ, շատ կան նման մարդիկ, եւ իհարկե սա ուղղակի տանը զգուշացեք ինչ-որ մի գործիքներով օգտագործելուց։ Բացի դա, սա կարող է հասարակական կյանքի փոփոխություն լինել, ինչ-որ մի բան հիմքից կարող եք փոխել։ Ուրիշ ձև ներկայանալ, միգուցե տանից ներկայանաք, միգուցե տան գործեր սկսեք զբաղվել եւ այդպես ներկայացնեք, տան մեջ գործ անեք կամ տան հետ կապված գործեր անեք, կամ թեկուզ ինտերիերի հետ կապված գործեր անեք եւ սկսեք ոնց որ հասարակության հետ աշխատել։ Դες կարող է շատ կտրուկ որոշում կայացնեք եւ անեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձիերին։ Ինչ է սպասվում ձիերին մայիսի 24-ին։ Այդ օրը գումար կամ կստանաք, նաև գումար կարող եք ծախսել, հա, երկուսն էլ հնարավոր է, կամ նա, կամ նա։ Նաև հաջողություն է սա, փոփոխություն ձեր կյանքում, շատ լավ, կարող եք գումար եք ստանում եւ դա ձեզ համար շատ ինչ-որ մեծ փոփոխություն է տեղի ունենում։ Ինչ-որ մի բան եք կարող դրանով անեք, կարող վարկ եք ձևակերպում, կամ ինչ-որ մի բան եք գնում եւ դա է ձեզ համար փոփոխություն։ Տուն եք կարող եք գնել, տարածք եք գնել, որը էլ եւս ձեզ համար փոփոխություն է դա։ Ոմանք կարող են տեղափոխվել երկրից երկիր, քաղաքից քաղաք, ոմանց մոտ հղիություն լինի, ծննդաբերություն լինի, կամ ծննդաբերությունը այստեղ այսօր կողմ գումար եք ծախսում կամ նվիրում ուղակի, որը եւս սխալ է, ինչ-որ փոփոխություն է, ինչ-որ մեծ փոփոխություն է, նոր դռներ են բացվելու։ Այդ փոփոխության հետ մեկտեղ նոր դուռ է բացվում ձեզ համար, այնպես որ օգտվեք, ինչ-որ կապված է կարող է գումարի հետ Այնպիսի մի բան եք ուզում անել եւ սպասում եք օրինակ վարկի ձևակերպում անա կամ այդ ապրանքը լինի, գնեք եւ այդ ապրանքով ինչ-որ մի բան անեք, որը ձեզ փոփոխություն եւ հաջողություն կբերի։ Այնպես որ թողեք թող փոխվի ձեր կյանքը, ինչ ուզում եք անեք, ռիսկով արեք։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծերին, նաեւ ոչխարներ են, հա իրանք։ Ինչ է սպասվում այծերին մայիսի 24-ին։
Աշխույժ կարող եք լինել այսօր այն կողմ շատ գնանք ճանապարհներին շատ լինեք, ինչ-որ գործեր անեք, փորձեք ծանոթանալ ինչ-որ մեկի հետ հակառակ սեռի հետ կամ ձեզ հետ փորձեն ծանոթանալ, նորություններ կլսեք, հյուրեր կարող եք ընդունել, դուք գնալ հյուր, պատվերներ կարող եք անել բերեն ձեր տուն, ոգևորված կլինեք, ինչ-որ մի բան անելու եւ ավարտելու համար, այստեղ փոփոխություն է նաեւ մտնում ձեր կյանք եւ հենց դա է, որ մարդը ոգևորված այդ փոփոխությանն է դիմավորում կամ փոփոխությանն է պատրաստվում, կարող իրոք տանից տուն եք տեղափոխվում, այդպես ոգևորված իրերն եք դասավորում, տանում եք, այսպես բերում եք կամ հենց մեքենա եք վարձում, որը որ ձեր իրերը կարող եք անել, բերել Նաև սա օտար երկիր կարող է մեկնեք եւ դա է ձեր ոգևորության պատճառը ձերը, որ ուզում եք որ գնաք ի վերջո։ Ոմանց մոտ սա ծննդաբերություն է, ոմանց մոտ նաև հղիություն կարող է լինել։ Եվ հանդիպում շփում որևիցե տղամարդու հետ տեսնենք ով է։ Ինչ որ մեկի ամուսինը։ Հնարավոր է ձեր ծնողներն են։ Կամ ձեր ընկերուհու ամուսինը, ընկերուհու ծնողները, կամ ընկերոջ, ինչ-որ մեկն է, հետաքրքիր է։ Դե կամ իրենք ձեր ծնողներն են, ովքեր որ ձեզ այդ օր իմաստուն խորհուրդ կտան, կամ զույգեր են, ովքեր որ կեղծ են։ Այ օցեն, երկուսով էլ ձեզ չեն կարողանում տանել, կամ սա ուղղակի ձեր ծնողներն են, ովքեր որ այդ օր ձեզ շատ իմաստուն խորհուրդներ կտան, կօգնեն ձեզ, իմաստուն մարդիկ են իրենք։ Պես որ ինչ-որ փոփոխություն է գալու ձեր կյանք, օգտվեք դրանից։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկներին։ Կապիկներին ինչ-որ առիթ ընկավ, որ առիթ նշել, որ ծնունդ ունեք այդ օրը, կամ գնալու եք կինո, թատրոն եւ այլն։ Տեսնենք ինչ է սպասվում կապիկներին մայիսի 24-ին։ Անհանգստությունը, լարվածությունը, ինչ-որ մի բանի համար կամ ինչ-որ մեկի համար, տեսնենք ինչն է պատճառը սա, դժվարություններ կան, կարող լարվում եք, դժվար պահեր են, փորձություններ են, որոնք որ էլի կարող եք բորբոքվել այդ փորձություններից եւ չկարողանաք դիմակայել, այդտեղ ձեր շրջապատը ձեզ շատ կօգնի, եթե ոնց որ ասում են հույսներ դնեք իրենց վրա, ձեզ բավականին շատ կօգնի եւ այստեղ կարող է ելք փորձեք գտնել։ Նաեւ այստեղ կարող է այդ փորձությունից ելնելով ինչ որ մեկին ձեր կյանքից հեռացնեք, ամեն մեկը գնաք ձեր ճանապարհով ձեր շրջապատից։ Որ գրակի վրա յուղ լցնող էր։ Այդպես։ Բացի դա էլ ուղղակի այստեղ անհանգստությունը հենց սա է, մի քիչ դժվարություններ, փորձություններից է։ Կամ լարվում եք, կամ ինչ-որ մեկի մասին եք մտածում, ով որ խնդիրներ ունի։ Ուղղակի պետք է կարողանաք դիմակայել այդ օրը յուրաքանչյուր process ինչ որ կա։ Ոմանք այդ օրը կարող եք այս խնդրից, որ ասում եմ, մեծանալ, իմաստուն դառնալ, հասունանալ, նոր կյանքի որևիցե этап սկսի ձեզ մոտ, նոր կյանքի շունչ զգաք կամ ինչ որ մի բան ոնց որ նորություն լինի ձեզ համար եւ ասեք, այս ինչ լավ էր, իմաստ է մարդը, իմաստ է գտնում իր կյանքի համար։ Նաեւ ոմանք կարող շրջապատված լինել տարբեր մարդկանցով, օրինակ կարող է լինել նաեւ պետական աշխատողներ, ոմանց մոտ այստեղ լարվում եք, որովհետեւ պատասխանատվությունը ավելի է շատացել ձեր վրա։ Եվ դրա համար կարող է այստեղ պաշտոն եք ստանում եւ դրա համար լարվում եք, որտեղ ոնց որ ավելի շատ է այդ պատասխանատվությունը ձեզ վրա։ Կարող է ինչ-որ բան պետք է հանձնեք, քննություն պետք է հանձնեք, դա է մի փոքր ավելի ճնշում ձեզ։ Ոնց է կարող լինել նաեւ ուսումը, կարող է լինել նաեւ պաշտոնը։ Ինչ-որ մի նոր բան է, որը ծանր բեռ է ձեզ համար, ձեզ այդպես է կարող թվում, դրա համար լարվում եք, որովհետեւ դե վախը կա մարդու մոտ, բնական է դա, որ նոր բան է եւ պետք է հասկանաք ոնց է կանում։ Այդ օրը նաեւ ընտրության առջեւ կարող եք կանգնել։ Ինչ որ կարևոր բան պետք է ընտրեք ձեր կյանքում, ոմանց համար է սա ուղղակի ինչ որ հակուկապի խնդիր կարող է լինել, ուր գնամ, ոնց գնամ, ինչի համար գնամ,
որ մեքենան վերցնեմ եւ այլն, յուրաքանչյուր բանի ինտրուսիոն կարող է լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ակաղաղներին։ Ինչ է սպասվում ակաղաղներին մայիսի 24-ին։ Շփում, շատ շփումը կարող է վերածվել կռվի։ Այստեղ կարող է բամբասանքի մասին եք լսում, կամ շփում է շատ։ Նաև կարող է լինել լեզվակռիվ եւ վիճակ, ի վերջո։ Որ ձեր շրջապատող մարդկանց հետ վիճակ։ Դες դուր չկա։ Կամ հասկանաք, որ ձեր շրջապատող մարդիկ բամբասում են ձեզանից, օրինակ։ Ոմանք այստեղ կշփվեն, կխոսեն, նաև տուն կարող եք մաքրել, տան գործեր անել, այդպես։ Նաև պատրաստվեք ձեր նոր պաշտոնին, օրինակ, հնարավոր է նաև կարիերայի փոփոխություն բարձրացում, հնարավոր է նաև ասում եք մի քիչ մարդը իմաստուն է լինում եւ ոնց որ ամեն մի խոսակցություն, ամեն մի բան մարդուն ավելի է մեծացնում, ավելի է հասունացնում եւ կարող այդ օրը ուղղակի այդպես ասել դե հիմա դուք էլ ու ես իմ դիրքում եմ, ես կամ, այնպես եմ ինչպես որ կամ, դուք խոսեք, ինչնայած որ կարող եք վիճել։ Վիճելուց հետո հասկանաք, որ իզուր ես իջա օրինակ իրա մակարդակին այդպես։ Եվ դե սա ոմանց համար ինչ-որ սա մարդու ոնց որ կյանքի իմաստ է գտնում մարդը։ Միգուցե ինչ-որ մի ձևով խոսում եք ինչ-որ մեկի հետ, շփվում եք եւ այդպես հասկանում եք ինչ-որ մի բան կարելի է անել։ Կարող է ինչ-որ մեկի խնդրից են խոսում, ինչ-որ մեկի բաներ նա պատմում, կյանքն է պատմում եւ հասկանում եք արդեն սկսում եք ձեր կյանքը ուրիշ ձև գնահատել, հա։ Նմանատիպ ինչ-որ բաներ նաեւ կարող է լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք շներին։ Ինչ է սպասվում շների մայիսի 24-ին։ Կարող եք վիճել, կարող եք նաև տուն մաքրել։ Նա երկուսն էլ այստեղ կա։ Կարող եք վիճել, հետո ձեզ դատարկ զգալ։ Այդ մարդուն հանել ձեր կյանքից, դատարկվի, ոնց որ ասում կամ ասեք ձեր հոգին դատարկեք, այն որ ինչ կար կուտակված, դա կարող եք ասել հանգստանալ։ Ոմանք տուն կմաքրեն եւ բավականին բաներ կարող եք հանել դուրս նետել ձեր տանից, որոնք որ ձեզ պետքական չեն։ Եվ ոմանք սիրո խոստովանություն կստանան, սիրո խոստովանություն կանեն նաև։ Ձեզ սիրված կզգաք, ձեզ լավ կզգաք, օրինակ, որ ինչ-որ բաներ կհանեք, կթափեք ձեր կյանքից, թեկուս տանը, որ ինչ-որ բաներ ես թեկուս հանում թափում, էլի մի տեսակ ոնց որ թեթևացած ես զգում։ Նաև ոմանց մոտ սա հարազատներին կարող եք հանդիպել, հարազատների հետ լինել, նաև շատ լավ բաներ լսել ձեր մասին, ձեզ հետ կարող են սիրալիր լինել, այդպես, հա, որտեղ որ կարող եք գտնվել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին մայիսի 24-ին։ Խաբեբաներ, կամ դուք պետք է լինեք այդպես շուստրի-մուստրի, թեկուզ աշխատանքի վայրում։ Հնարավոր է խաբեբաներ, հնարավոր է նախանձներ են, կարող այդ օրը առիթ եք եւ շատ գեղեցիկ է ձեր տեսքը, կարող ռեստորան եք գնում եւ նախանձում են ձեր տեսքին այդ օրը։ Նաև ուղղակի խաբեբա է, որը կարող է հասարակական գործիչ է կամ ինչ-որ մի բան է ձեզ խոստացել, որը կապված է ինչ-որ մարդկանց հետ, ինչ-որ բանի հետ եւ խաբում է ձեզ։ Դուք պետք է խորամանկ լինեք եւ որևիցե տեղ ընկնեք։ Ինչ-որ մի մարդկանց մեջ ինչ-որ մի առիթի կամ որ ասում է, որ ում կողմից է, մեկը ասում է դե եւ իր կողմից է, մեկը դե իր կողմից, դուք եք գնում եք քեֆ եք անում, գալիս եք, ես միշտ դա է հետաքրքիր է, էլի որ հարսանիքների ժամանակ իրոք կարող է շատ հանգիստ մարդ գնալ ոտնել եւ զբաղվել այդ հարցերով, ապարել ուրախանալ, ոչ մեկ չի հասկանա թե ում կողմից է։
Դե համար հրավիրատոմսերով հարսանիքները ամենալավն են։ Եթե չեք ուզում մարդիկ ավելանան, աթոռներ ավելացնեք։ Ոմանք այդ օրը կարող են գնալ այգի, նմանատիպ տեղ, որտեղ շատ մարդիկ կան։ Ոմանք էլ իրոք առիթ է այդ օրը առիթի կարող գնալ։ Սա նաև հասարակական կյանքն է, ինչ որ աշխատանքում կարող է ձեր հեղինակությունը բարձրանա, ավելանա, այստեղ նախանձներն էլ հետ ավելանան, շատ աշխատանք ունենաք, ոմանք կարող են գնալ ոչ թե հիվանդանոց, բժշկական կենտրոն կամ օրինակ դե ուսումնական կենտրոն չեք կարող գնալ շաբաթ է, նաև կարող եք գնալ բանկ, օրինակ, այդ օրը բաց է, ինչ որ չափով, ինչ որ ժամանակ։ Նա նաև կարիերայի բարձրացում է, որ հենց բարձրանում եք եւ այստեղ կարող է այն կողոտ հասարակությունը նա է, որ ձեր աշխատանքի վայրում է, կարող այնպես տեղ եք աշխատում, որ շատ մարդիկ կան, հա, հասարակությանը, դա հասարակությունն է կոչվում էլի։ Իրենց մոտ հեղինակության բարձրացում է եւ դրա համար նախանձները շատան։ Այսքանը դե ոմանք կարող են ելույթ ունենալ նաև, չի բացառվում։ Ելույթ եք ունենում ինչ-որ մարդկանց մեջ։ Կամ տոմս եք գնում եւ գնում եք օրինակ թատրոն, կինո, այդպես։ Կամ նաև ռեստորան եք ամրագրում։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։